Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Անցնող 5 շաբթի օր ցեզի խոսեցա հոգեանկիստի մասին։ Հաջող գկնաթադվի ուղափար եւ գաթողիկե եկեղեցին, հատկապես փոքրական եկեղեցներուն կողմէ, թե ինչու համար հոգեանկիստ կնեք մերելներուն համար գաղութեք։ Աստվածաշունչի մեջ այդպիսի բադվեր գա, գիհիշվի Աստվածաշունչին մեջ։ Եվ ես անցնող 5 շաբթի օր, անոնք որոնք դագավի մտիկ չեն ըրած, գրնան ունգընտրել անպայման, բացատրեցի, ցույց տվի, թե ինչպես 5 դագարանի երկրորդականոն գոչվող երկրորդ մագապայեցներու քրքին մեջ հուդա մագապեն ինք կումար գավակե Երուսաղեմի դաջար գղրգե, որբեսի այնտեղ զոհեր մատուցվին եւ աղոտ փարշացվին, պատերազմի մեջ ննչած իրենց զինագիծներուն համար, նաեւ ցույց տվի, թե ինչպես Պողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին գկրե թե ինչպես Վոնոսիֆորոս հավատացյալը իրեն մեծ օգտակարություն ունեցած էր Հռոմի մեջ եւ ննչած էր, հետեւաբար Պողոս Արաքյալ աղոտ մաղթանքը փարսացներ, ասելով որ Աստված իրեն վարձահատույցն է Թադաստանի ժամանակ, եւ բացատրեցի նաեւ թե ինչպես քրիստոնեական եկեղեցին առաջին իսկ թարենը սկսյալ հավատացյալները մշտապես աղոթած են ննչեցյալի համար, որովհետև սիրելիներ միշտ հիշենք, որ ննչեցյալը քրիստոնեական ընտանիքին եկեղեցվո անբաժանելի անդամն է։ Եկեղեցին, որ կփաղկանա երկու մասերը զինվորակրյալ եկեղեցի, անոնք որոնք ողջ են եւ դակավին կբادرազմին այս կյանքին մեջ, հոգեվոր բادرազմը կմղեն, եւ հաղթական եկեղեցի, որոնք հաղթած են այս կյանքին, հետեւաբար անոնք սպասման մեջ են մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, այս եկեղեցիները առանցին եկեղեցիներ չեն, այլ մեկ ամբողջական եկեղեցի են, եւ անոնք բոլորը իրարու հետ կապված են սիրով ու աղոթքով, եւ աղոթքը սիրելիներ սիրո արտահայտություն է։ Եթե մեկը ննչե, չի նշանակեր, որ պետք է մորնանք զայն, չի նշանակեր, որ եկեղեցու թուրը փակվեցավ անոր թիմած, ընդհակառակը անիգա հոգևոր եկեղեցին մաս կգազմե, հետեւաբար աբրողներս պետք է աղոթք փարսացնենք մեզ մեկնող հարազատներուն համար, ինչպես երկինքեն սուրբերը իրենք գաղոթեն ողջերուս համար։ Այսօր սիրելիներ, ինչպես խոստացած է անցնող շաբաթ, պիտի խոսիմ ցեզի այգուցի մասին, 47 օրոքի մասին, 40-ի մասին, դարելիցի մասին։ Նախ ասեմ, որ մեր հայ առաքելական եկեղեցին ունի իր ուրույն ավանդությունները, ինչպես մյուս բոլոր ուղղափառ եւ գաթողիկե եկեղեցիները ունին իրենց տեղական կամ ուրույն ավանդությունները։ Օրինակ, օրթոդոքս եկեղեցին, հույն եկեղեցին ինքը եւ որ մեկը գտաղե, ատկե վերջ երորյան գիշե, երեկորյան գիշե, երրորդ օրը, 9 օրյան գիշե եւ 40 գիշե, ինչպես նաեւ դարելիցը։ Ինչու երորյան գիշե, որովհետև երրորդ օրը Քրիստոս արություն արավ, 9 օրյան գիշե, որովհետև 9 թասեր են հրեշտակներու թասերը, եւ 40-ը, որովհետև 40-րդ օրը դերը երկինք համբարձավ։ Իսկ ես այսօր պիտի խոսիմ անշուշտ ոչ թե դարբեր եկեղեցիներու ավանդությանց մասին, մեր հայ առաքելական եկեղեցվո գլխակիր ավանդության մասին, որ սկիզբեն իսկ մեր եկեղեցին գդարած է եւ Սուկրիկոլուսա որչեն մեզի այսօր փոխանցված է։ Երբ որ մեկը գվախճանի, եկեղեցին հadouk գարկ ունի անոնց համար գդարելիք։ Եվ այդ գարկերը սիրելիներ բզդիկ դարբերություն ունին մեծահասակներու համար եւ փոքրահասակներու համար։ Ուրեմն մեծահասակներու թաղման գարկը կսկսի 11 տարեկանեն վեր, իսկ փոքրահասակներու թաղման գարկը առաջին օրվանեն Աստվածերուն է, մինչև 10 տարեկանը ներառյալ փոքրերու, ուրեմն մանուկներու թաղման գարկը։ Թաղման գարկերը հետևյալ ձևով են։
երկուքին ալ բարակային է փոքրահասակներու, այսի մանուկներու եւ մեծահասակներու բարակային հետեւյալը գարկի ցևը նույնն է դան գարկ եւ որ նախաբես մարտիկ գմանային իրենց դան մեջ ուրեմն գանան գրոնավորը գուկա եւ դան մեջ աղոտ կնե անիգա գոչվի դան գարկ աբա եկեղեցի գարաչնորթեն անոր թակաղանոր մարմինը եկեղեցվո գարկ աբա քերեզման գդանին քերեզմանի գարկ եւ որ թաղումը կգադարեն քահանան գվերաթարնա ննչեցյալի դունը եւ վերջին աղոտ կնե դան մեջ ասիկա թե մեծահասակներու թե փոքրահասակներու թաղման բարակային նույն այս հերթականությունը գա աղոտներու դարբերություն գա փոքրահասակներու եւ մեծահասակներու ես այսօր այդ մանրամասնություններու մեջ պիտի չմտնեմ բայց բարձաբես արիքիդություն է որ ցեզի կփոխանցեմ եւ ինչպես սիրելիներ գիտեք անցյալին եւ որ մեկը գմահանար ամիջապես եթե արավոտ մանար կամ գեսորին նույն օրը թաղումը կգադարեին այսօր է որ սառնարաններու մեջ կբահեն որբեսի հարազատները դարբեր երկիրները ժամանեն քանի մոր յետ կթաղեն եւ այլն բայց նախաբես նույն օրը որ մահանար նույն օրը կթաղեին կամ եթե երեգոյան մահանար հաջորդ արավոտ կթաղեին թաղման գարկի ժամանակ ուրեն դան գարկի ժամանակ բոլորն ներգայեն թե կանայք թե դղամարդիկ ուրեմն եկեղեցվո գարկի ժամանակ բոլոր ներգայեն բայց քերեզմանիտ ուրեմն գարկի ժամանակ անշուշտ ոչ մեկ մասնավոր օրենք մը չգար բայց դղամարդիկը միայն գերտային թաղման ինչպես որ Հովսեփ Արիմաթացին եւ Նիկոդեմոսը իրենք տարին եւ Հիսուս թաղեցին իսկ կանայք հաջորդ օրերուն է որ ներգա բիդելային յուղապեր կանայք վիդերտային Քրիստոսի մարմինը ուրեմն խնգելու Անորամար ընդհանրապես արևելքի մեջ սովորություն է նաև մեր հայրենիքի մեջ Հայաստանի մեջ Լիբանանի մեջ Սուրիայի մեջ Իրանի մեջ Իրաքի մեջ որ դղամարդիկը ընդհանրապես միայն գերտան քերեզման որովհետև կանանց սիրտը ավելի դգար է այդ իմաստով սուքը ավելի խորունկ ու ծանր գարնեն անոր համար է որ սիրելներ ընդհանրապես անոնց ներկայությունը փապակելի չէ սակայն ոչ մեկ արգելք չկա որ անոնքալ ներկա ըլլան համենայն թեպս եւ որ թաղումը կգադարվի հաջորդ օրը կանայք եւ բոլոր ուրեմն հարազատները դարձյալ գերտան քերեզման գրոնավորի ներկայությամբ եւ այնտեղ կգադարվի այքուցը հետեւաբար հաջորդ օրը թաղման հաջորդ օրը կդարվող առողջություն է այդ ընթացքին սաղմոսներ կընթերցվին շարականներ կերկվին Բողոս Արաքյալեն ուրեմն հատվածը կընթերցվի իր նամակներեն Քրիստոսի ուրեմն ավետարանի հատվածը կընթերցվի եւ ապա աղոտ կկատարվի ես պիտի ուզեմ սիրելիներ այքուցի աղոտքը ընթերցել ցեզի բարձրապես որբեսի դուք լսեք թե ինչ աղոտ կփարշացվի Աստծո եւ ինչ կխնդրենք մենք ննչեցյալներուն համար միշտ հիշենք սիրելիներ որ աղոտքը արգիրված բան չէ աղոտքը արդոնելի է բոլորին համար մենք բարդավոր ենք աղոթելու այո մենք ինչպես ասի անցնող շաբաթ հավակնություն ունենք որ ովևէ մեկը թժողքեն դրախտ բերենք բացարձակ բայց մեր բարդականությունն է եթե ննչողը քրիստոնյա է մգրդված է բայց դժբախտաբար ամբողջությամբ չապաշխարած եւ ներելի մեղքերով ննչած է ոչ մահացու մեղքով ոչ թե անհավատությամբ ուրացած է Քրիստոսը հետեւաբար անոնց համար կարելի է աղոտ կնել անպայմանորեն եւ մշտապես պետք է աղոթել ահա սիրելիներ կխնդրենք Աստուծմե որ դեր քու ողորմությանդ արժանի դարձուր քթությանդ արժանի դարձուր ոչ թե արդարությանդ որովհետեւ եթե արդարությամբ դադես ովևէ մեկը չի բրկվիր ուրեմն քթությամբ դադե եւ ոչ թե արդարությամբ երկրորդները իր մեղքերը նաեւ զինք սուրբերուտ հետ տասագից դարձուր եւ երկնային հարգերուտ մեջ դեղ դուր անոր եւ որ վերաթարնաս հավիտենական կյանքին արժանացնելով բարած բսակին արժանացնելով Սկանչելի սիրելեր աղոտներ գրած են մեր եկեղեցու հայրերը լավ
դա Աստված որ օրը ցեզի ամբողջ աղոթները, ամբողջ գարքերը գբացադրեմ դան գարքը, եկեղեցվո գարքը, քերեզմանի գարքը, վերջին աղոթքը մանրամասնությամբ եւ միտքս ունիմ ծրագիր ունիմ Աստծո գամքով 7 խորհուրդները ամբողջությամբ ցեզի բացադրել եւ որ ճիշտ օրը հասնի։ Ամենայն թեպս ես կուզեմ հիմա այգուցի, չմոռնաք այգուցի ինչ է, եւ որ գտաղենք հաջորդ օրը Թաղման հաջորդ օրը կատարվող առողջությունն է այգուցը, տեսեք ինչ կսվի աղոթքի մեջ, ինչ կխնդրվի Աստծոց մե։ Դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա։ Շնորհակալություն քեզի դեր, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզի օգնության ասար եւ արդարությամբ մեզ բրգեցիր փանսարգուին, սատանային մեքենայություններեն, խապկանքներեն։ Միածին որդիդ մարմինն ու արյունը եւ խոնար մարդեղությունը միջնորդ ունենալով գաղաչեն քեզի Սուրբ հայր ները այս հանգուցյալին կործած գամավոր եւ ագամա մեղքերը որ անմարմին թշնամին սատանան բաճարեց իր խապիական բادرանքներով վիրավորելով որտեղ միայն թուն սուրբ ես եւ բարերար ով դեր որ չկոյութենեն կոյության բերիր ամեն ինչ լսե մեր աղաչանքները ով մեր Մարտասեր դերը Հիսուս Քրիստոս եւ ները իր կործած բոլոր մեղքերը կավե իր բոլոր սխալները անոնք գամավորը լան թե ագամա խոսքով թե կործով գանխամտածված թե ոչ գանխամտածված բադրե չարին հետ ամեն թաշինք չնչե իր մեղքերուն թադաբարդության վճիրը դեր եւ լվա մեղքին բաճարով հինցած իր ինքնությունը որբեսի ամոթով չմնա երբ հանգարձական որոդումով վրա հասնի վերջին օրը Դադաստանի օրը այլ բոլոր կու բահբանությանդ հանձնվածներուն հետ միասին նորոգված վիճակով արևու պես փայլող թեմքով եւ անգողոբդելի զարդերով զարդարված քեզ թիմավորելու ելե երբ պիտի կաս ու հայտնվիս տուն աստվածացիալներուն մեջ զանազան բադիվներ որոշելու եւ բաժնելու համար քեզ սիրողներուն արտարև քեզի գվայելեն փառքը իշխանությունն ու բադիվը այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից ամեն խաղաղություն բոլորին Գործնապանեն քեզ ով դեր մեր Աստվածը որ գհանգստացնես նեղության մեջ եղողները եւ գընտունիս հանգուցյալ հոգիները քու երանությանդ մեջ ընդունե քու այս ծարայիտ հոգին կամ աղախինի հոգին եւ փարադես սուկն ու դրտմությունը իր սիրելիներուն որոնք եկան զինք իր հերակնած ջամփորդության հուղարկելու եւ գմորմոքին իր անթարնալի մեկնումին եւ մանավանդ անոր համար որ ժամանակավորապես պիտի բաժնվին իրմե մինչեւ իրենք ալ ջամփայելեն եւ դուրս կան այս կյանքի ծովուն ալեգոծություններեն չմոռնաք սիրելներ մեր մոտ հայ եկեղեցու մոտ նաեւ այս թաղման գարկը գոչվի հուղարկավորություն հուղարկավորել ինչ կնշանակի ուղարկել ջամփութնել ուր ջամփութնել թեպի հավիտենական կյանք թեպի վերին կյանք արդ ամենազոր դեր Բահեք ու այս ծարայիտ հոգին բոլոր սուրբերուտ արընթեր, որոնք քեզ սիրեցին եւ իր քերեզմանը գնքված բայ, այդ ժամանակ քահանան խաչով գգնքե քերեզմանը։ Թուն որ անթունտներն իսկ կփակես եւ գգնքես քո ամենազոր աչովդ։ Ինչպես որ երկինքն ու երկիրը իրենց ամբողջությանը մեջ քո խոսքովդ հաստատուն կմնան, այնպես անխախտ թող մնա դարձյալ գգնքե դերունի գնիքդ այս ծարայիտ բահարան եղող այս բնակության վրա, այս ուրեմն թամփարանին վրա։ Թուն ինքդ ձայն քո հանգիստիդ հրավիրեցիր հրավիրակներուտ գանչով, որովհետև իր գենտանության հավատաց քեզի եւ մգրդվելով քեզի հետ մերավութաղվեցավ։ Թուն ձայն բահեցիր իբրև սերմնահադիկ եւ քու գանչովը տալ հողին վերադարձավ։ Եվ հիմա գաղաչեն քեզի դեր, այնպես է, որ բոլոր քեզի հավատացողներս Թադաստանիդ ահավոր եւ սոսկալի օրը անչնչելիորեն մեր աչքերուն արչեւ ունենանք միշտ։ Մեր աչքերուն դիմաց բարձեդեր քո անխուսափելի քալուստիդ բադկերը թուն դեր որ քաղցրես սրբեմ ես մեր մեղքերեն եւ շնորհե որ արժանի ելանք քու փառքը տեսնելու երբ իբրև փեսա բիդիկաս այն ադեն նորոքե մեր մահկանացու մարմինները քու աներց փառքիդ բադկերով ով Հիսուս Քրիստոս մեր Աստվածը հորը եւ Սուրբ Հոգին հետ միասին քեզի գվայելեն փառքը իշխանությունն ու բադիվը այժմ եւ միշտ եւ հավիդյանս հավիդենից ամեն Աբա գերկվի սիրելներ քահանայք եւ իվերին ուրեմն շարականներ գերկվին ատկեվերջը Քրիստոս Աստուծո որդի անոխագալ եւ բարեկուտ աղոթքը գընթերցվի Հավասիկ այս գարկը այքուցի գարկն է
որ գդարվի չմորնակ ոչ թե մահվան հաջորդ օրը, այլ թաղման հաջորդ օրը, ինչպես արդեն ասի, նախապես այդ հարցը չգար, որ երբ պիտի գդարվի, որովհետև նույն օրը որ կմահանար մեկը գտաղեին եւ հաջորդ օրը այգուցը կգդարեին։ Սիրելիներ, այս ընթացքին հավատացյալները 40 օր դան անդամները կոծկույն մուկ քույն հակուստ կհակվին որպես նշան սուքի ընդհանրապես սև ուրեմն մեր եկեղեցվո մեջ այգուցեն յետք 7 նորեկ կգադարվի ամբողջությամբ սխալ է ասել ժողովրդին ժողովուրդ այս շաբաթ օր 7 նորեկը եւ 40-ը միասին պիտի գադարենք ոչ այդպիսի բան չի գտնալալ 7 նորեկ է հիմա կբացատրեմ ինչ է իսկ 40-ը 40 է երբ պետք է գադարել 7 նորեկը եւ ինչ է 7 նորեկը 7 նորեկը սիրելներ պետք է գադարել 7-րդ օրը արդեն 7 նորեկ կնշանակե 7 օր քանի որ նախապես հարցը չգար նորեն այս խոսքը միշտ պիտի գրտեմ եւ որ մարդ կմահանար նույն օրը գտաղեին հետեւաբար 7 նորեկը ճիշտ իր թաղման 7-րդ օրը գնար բայց այսօր եթե բադայի այնպես որ ննչեցյալի մարմինը ըստիբաց պիտի բահվի սառնարանի մեջ մինչև որ հարազատները հավաքվին եւ քանի օր կդեվե մինչև որ հավաքվին եւ թաղմանական գարկը կդարվի հետեւաբար 7 նորեկը միշտ հիշեցեք կգադարվի ննչեցյալին թաղումեն յետք թաղումեն սկսյալ գահաշվի 7 օր ինչու թաղումեն սկսյալ այսինքն թաղման օրը գլա առաջին օր երկրորդ օր երրորդ չորրորդ հինգերորդ վեցերորդ յոթերորդ ինչու որովհետև մեր եկեղեցվո աստվածապանությունը այն է որ ինչպես որ մարդ ուրեմն աստված 6 օրվա մեջ աշխարհը ստեղծեց 6-րդ օրը մարդը ստեղծեց եւ 7-րդ օրը աստված հանգստացավ այդպես ալ մարդ այս կյանքին մեջ 6 օր կգործե եւ 7-րդ օրը կհանգստանա այլ խոսքով 6 օրերը կխորտանշեն այս կյանքի օրերը 7-րդ օրը կխորտանշե հավիտենական հանգիստը եւ քանի որ ննչեցյալը այլևս այս աշխարհեն իր աչքերը կփագե հետեւաբար 7-րդ օրը մեր եկեղեցին կգադարե 7 նորեկի առողջություն հadouk գարք է աղոթներու գարք է քիչ մվերջ պիտի ընթերցեմ որովհետեւ սիրելներ 7 նորեկի աղոթքը 40-ի աղոթքը կամ գարքը եւ դարելիցը մաշտոց այս քրկին մեջ միասին նույն աղոթներն են անորամար նախ բացատրեմ ամեն ինչը հետո ընթերցեմ սիրելներ այս աղոթքը չմորնակ 7 նորեկը կգադարվի ննչեցյալին թաղումեն 7-րդ օր յետք հաջորդը սիրելներ որ կգադարվի մեր եկեղեցվո մեջ 40-ն է ինչպես նաև արաքելական օրթոդոքս եկեղեցիներու մեջ եւ կաթողիկ եկեղեցվո մեջ 40 կգադարվի ուրեմն ինչու համար 40 թիվը նախ ասեմ որ աստվածաշունչին մեջ բազմիցս հիշադակված է չմորնակ չրեղեղը 40 օր տևեց Եղիա Մոսես մարգարեն 40 օր ձոն բայեց Եղիա մարգարեն 40 օր ձոն բայեց Հակոբ նահաբեդ եւ որ մահացավ գգարտանք ծննդոց գրքի 50-րդ գլխու մեջ երրորդ համար 40 օրը անցավ ուրեմն 40 օր իրեն համար ձոն բայեցին իսկ Եգիպտոսի մեջը քանի որ Եգիպտոսի մեջ մահացած էր 70 օրերին ամենայն թեպս նաեւ Հիսուս 40 օր բայեցողություն ունավ եւ Հիսուսի իշադակով սիրելներ ինչպես որ Հիսուս իր հարութենեն վերջ 40 օր իր աշակերտներուն հետ եղավ վերջ երկինք բարձացավ ուրեմն հայ արաքելական եկեղեցին ինչպես նաև արևելյան բոլոր հին եկեղեցիները կհավատան որ երբ որ մեկը կմահանա թեպի այս երկնային օթևան բարձրանալը ուր կսպասե հոգիներ կսպասեն Քրիստոսի երկրորդ գալուստին մինչև այդ վեր բարձրանալը հրեշտակներ գուքան զինք տանելու որտեղ ինքը ճամփան չի գիտեր եւ բահաբան հրեշտակն է որ մարդուն գառնե եւ նաև ուրիշ հրեշտակներ ու զինք գփարսացնեն ուրեմն այդ թեպի վերև բարձրանալը երկնային սիրելիներ մտնորդի մեջ երկնքի եւ երկրի մեջտեղը երկնային
չար ոգիներու աշխարհներ կան եւ հրեշտակներու խումբեր կան, ինչպես կգարտանք օրինակ Եփեսացներու նամակի 6-րդ գլխու 11-12 համարներու մեջ, որ Պողոս Արաքյալ գսե մեր բայկարը ոչ թե մարդոց թեմ է, այլ երկնքի եւ երկրի միջև երկնքի դակ գտնվող չար իշխանություններուն, բեդություններուն, դերություններուն թեմ։ Հետևաբար գահավդա քրիստոնեական եկեղեցին մեր արաքելական եկեղեցին, որ ննչեցյալի հոգին 40 օր գտե հասնելու համար այդ վայրը, որտեղ շատ փուրն բայկար նաև դեղի գունենա։ Եթե մեղավոր է ամբողջությամբ անհավատ է, չար ոգիները անոր հոգին կհապշտակեն։ Այլապես հրեշտակներու բայկարը չար ոգիներուն թեմ ննչեցյալի հոգին կհասնեն այդ օթևանին մեջ, սպասման գայրանի մեջ, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը դեղի ունենա։ Ահա այդ 40-ն է, որ մենք կգադարենք սիրելիներ։ Եվ 40 օր յետք, ուրեմն պետք է աղոտ կատարվի, հadouk 40-օրյա աղոտ կատարվի, պետք է նախ եկեղեցի երթալ, ոչ թե ամիջապես քերեզման, եկեղեցին խնդրել գրոնավորեն բادرակիչեն, որբեսի բادرակի մեջ հadouk կերպով հիշադակե ննչեցյալը եւ նաեւ հոգյանքից կդարվի ատկե յետքը ուրեմն եկեղեցին յետքն է որ քերեզման գերտան քերեզմանորտը կգադարվի եւ նաեւ 40-օրյա աղոտ կգադարվի ինչ որ նույն է 7 օրեկի առողջության կամ գարկին եւ նաեւ դարելիցին եւ նաեւ սիրելներ այդ 40 օրը 40-օրյա սուքի ավարտն է Ընդհանրապես այդ շրջանին դան անդամները գեհերանան ամեն տեսակ զվարճանքները, ամեն տեսակ վայրեր այցելել է այդ 40 օր դան մեջ միայն աղոտ կպարսացնեն, կմաստակցին եկեղեցվո ժամերկությանց եւ բادرակներու խնդրելով Աստուծմե թողություն, որովհետեւ ինչպես Սուրբ Գրիգոր Դատեվացին գսես սիրելներ, որ մեր աղոտները այդ 40-օրյա ուրեմն աղոտները, բայցողությունները, բادرակները մեծապես գոքնեն ննչեցյալի հոգին, որբեսի Աստված իր ողորմությունը ցուցաբերե, իր լույս երեսը ցույց տա այդ ննչեցյալի նկատմամբ, որբեսի ները անոր մարդկային բոլոր մեղքերը եւ նաեւ շատ կարեւոր է սիրելներ բարեգործությունը, ինչ որ քիչ մը վերջ նաև այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ։ Ուրեմն հիշեցեք 40-ը գգադարվի ննչեցյալին մահվան օրեն հաշվելով։ Ոչ թե թաղում են, եթե թաղումը նույն օրը գդարված չի անշուշտ, եթե քանի օր վերջ գդարված է, այլ պետք է հաշվել ննչեցյալի ուրեմն մահվան օրեն։ 40-ը եւ դարելիցը մահվան օրեն կհաշվեն։ 7 օրեկը գահաշվեն սիրելիներ, ուրեմն անոր թաղման օրեն, ինչպես նաև այգուցը թաղման հաջորդ օրն է։ Ասիկա հիշեցեք, որբեցի չշվարիկ այլևս։ Եվ անպայմանորեն կարևոր չէ սիրելիներ ճիշտ 40 օրը լա, ամենեն մոդիկ գիրագի օրը կարելի է 40 կգադարել։ Բայց եթե գրնա 40-րդ օրը անել ճիշտ, շատ բարի։ Եվ կխնդրեմ սնահավատություններ չնեք։ Հանգարտ չլա որ երթակ եւ օրինակ քերեզմանին վրա օղի թափեք ինչպես Հայաստանի մեջ դժբախտաբար շատերը տեսած եմ ռուսական ռուս ժողովրդի աստեցութենեն թերևս այդպիսի բաներ չկա կամ հանգարց եթե քերեզման այցելեք ուրիշին քերեզման չեք այցելել կամ եթե մեկը ննչեց եւ դունի մեջը մգրդված մեկը չկա պետք է մգրդել որ թաղումը կդարվի այսպիսի սնահավատությունները հերու գեցեք սիրելիներ այդպիսի բաներ չկան նույնիսկ երբ գայցելեք քերեզման կամ թաղումը կդարեք անշուշտ այդ անցին համար է որ թաղման կացրեք բայց եթե հերավոր դեղի գացեք եւ գուզեք այցելել նաեւ ուրիշներու երբեք հարց չկա կամ եթե գուզեք հոգյանքիստի ժամանակ նաև ուրիշ անուններ հիշվին նորեն հարց չկա չգարձեք որ ննչեցյալը բինի նեղանա մեզ մե ոչ եւ քանի որ սիրելիներ 40 օր գտեվե հասնելու համար այդ վայրը այդ սպասման վայրը սիրելիներ չգարձեք որ հոգին ննչեցյալի հոգին 40 օր երկրի վրա այստեղ երթա այդտեղ երթա ոչ
այլ այդ հոգևոր բայկարը գմղվի հրեշտակներուն կողմէ եւ ուրեմն ինք հրեշտակներուն կողմէ գնգերակցվի դեպի այդ երկնային օթևանը սպասման վայրը։ Ահա թե ինչու համար մենք կգոչենք նաև այս կարգը հուղարկավորություն, ուղարկել, ջամփութնել հրեշտակներուն հետ դեպի օթևանները, երկնային օթևանները, ուր որ սիրելները պիտի սպասեն, եթե անշուշտ երկրի վրա արդար կյանքով, հավատացյալի կյանքով ապրած են, պիտի երթան այդ ժամանակավոր թրախտը, մինչև Քրիստոս երկրորդ կալուստը, Քրիստոս երկրորդ կալուստեն վերջ տադաստան դեղի պիտի ունենա եւ հավիտենական կյանքը պիտի բացվի, ուր հավիտենական կյանք պիտի առաջնորդվին, ուրեմն Աստծո հավատացողները եւ այլապես, եթե հավատացյալ չէ թշպախտապար, պիտի երթան թժող ժամանակավոր թժողքը, որովհետեւ թժողքնալ հետո Քրիստոս երկրորդ կալուստեն վերջ պիտի թադաբարդվի եւ նետվի գրագե ու ծծումփե լիջին մեջ, անտունտին մեջ եւ թշպախտապար անհավատները պիտի երթան հավիտենական դանչարան։ Այսալ 40-ի մասին սիրելներ, դարելիցը գահաշվեն ննչեցյալի մահվան օրեն եւ ինչպես ասի, եթե այնպես պատահի որ գիրագին մոդիկ է այդ գիրագի օրը կարելի անել, իսկ եթե այն գիրագին օրինակ դաղավար դոն է, գիտեք որ դաղավար դոներուն հոգյանքից չլար, որովհետև դաղավար դոներու հաջորդ օրը ուրեմն հոգյանքից կլա։ Եվ պետք չէ դաղավար դոները զոհել եկեղեցի չերտալ, օրինակ Քրիստոսի ծնունդին դաղավար դոներն են Քրիստոսի ծնունդը, ուրեմն Քրիստոսի հարությունը, վարդավառը, Քրիստոսի այլագերբությունը, Աստվածամոր վերափոխման դոնը եւ խաչվերացի դոնը։ Պետք չէ սիրելներ այս դոները զոհել եկեղեցի չերտալով եւ քերեզման երտալ։ Ոչ։ Այլ քերեզման պետք է երթալ հաջորդ օրը, որովհետև դաղավար դոներու հաջորդ օրը հիշադակման օր է, ննչեցելոց հիշադակման օր է, հիշադակ մերելոց է։ Նաև սիրելներ մեծ դոներու ժամանակ չեն գդարվիր հոգյանքից, ինչպես օրինակ համբարձման դոնին, Բենդեգոստեի դոնին, Սուրբ Հոգվո Քալստյան դոնին եւ այլն։ Իսկ մնացյալ ժամանակներուն ովև մեկ ժամանակ բացի դարելից են գրնակ ծեր ննչեցյալները հիշել անոնց հոգիներուն համար հոգյանքից կդարել մանավանդ եթե այդ ննչեցյալը գգրե Սուրբի անունը եւ Սուրբի հիշադակը գուքա այդ շաբաթ հետեւաբար ծեր ննչեցյալը գրնակ հիշել եթե դարեթարց եղած է գրնակ դարեթարցին հիշել բայց հիշեցեք որ միշտ ննչեցյալներուն դարեթարցը գիշվի դարելից կսենք անորամար ոչ թե դարեթարց այլ դարելից այն օրեն երբ որ ինքը ննչած է այլևս երկրավոր դարեթարց չենք հիշադակեր հավիտենական կյանքի ուրեմն դարելիցը կկատարենք հետևաբար ովև մեկ ժամանակ կրնակ դարելից կամ հոգյանքից կատարել ննչեցյալի համար սիրելիներ ինչպես ասի արդեն կոծկույն գահակվին 40 օր եթե մեգում ամուսինն է զավակն է մինչև դարիմը բայց հիշենք որ ինչպես Պողոս Արաքյալը գսե առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի 4-րդ գլխու 13-ին 18 համարներու մեջ եղբայրներ գուզենք որ ննչեցյալներու մասին ճշմարտությունը գիտնակ որբեսի չդրտմիկ ուրիշներուն պես որոնք ովև մեկ հույս չունին այլ ինչպես որ Քրիստոս մերավ եւ հարություն արավ նույնպես ալ Աստված Քրիստոսի ցերկով հարություն մի դիտա բոլոր անոնց որոնք հավատացին եւ մերան ուստի այս մտածումներով քաչալերեցեք իրար ամփոփասիմյան ուրեմն սիրելիներ քրիստոնյան մշտնչենական սուքի մեջ չէ որովհետև մահը գորուս չէ մահը հավիտենական կյանքի թուրն է մենք անոր հավատացյալ է անշուշտ այս կյանքի մեջ եւ որ կմահանա աչքերը արդեն սիրելիներ մյուս կյանքի մեջ կփանա հետևաբար մահը այլևս մեր վրա իշխանություն չունի Քրիստոս իր մահով եւ հարությամբ հաղթեց մահվան մենք կսկանք որոշ ժամանակը 40 օր արաբելակույնը դարիմը բարձաբես սիրելներ մեզ մե բաժնվելուն համար մեր հարազատները ֆիզիկապես զանոնք մեր մեջ չունենալուն համար այլապես մեր մխիթարություն այն է որ դիրոջ երկրորդ կալուստին եթե իսկապես ապրած են քրիստոնեական կյանքով եւ մենք ալ ապրին քրիստոնեական կյանքով հավիտենապես դիրոջ հետ միլանք ամենքս միասին ահա թե որքան կարևոր է սիրելներ աղոտ փարսացնել մեր բոլոր ննչեցյալներուն համար
որովհետև մենք կհավատանք, որ մեր աղոթները Աստված կլսե։ Մենք անդադար սիրելիներ պիտի խնդրենք Տիրոջը։ Մենք չէ որ ո՞յ մեկուն ճակատագիրը, ասենք հավիտենական ճակատագիրը, այլապես երկրային ճակատագիր չկա, բայց հավիտենական ուրեմն վիճակը պիտի փոխենք, թժողքեն տրախտերելով ինչպես ասի, այլ մեր բարդականությունն է աղոթել, խնդրել, որ Տեր կտությամբ նայիր զավգիտ, ողորմությամբ նայիր այս տնչեցիալ մեր հարազատին եւ ոչ թե արտարությամբ։ Հիշես այն Տեր, ները իր մարդկային բոլոր մեղքերը եւ սուրբերուտ հետ տասագից դարձոր։ Նաեւ սիրելիներ շատ կարեւոր է որ բարեգործություն կդարվի այդ ժամանակ։ Ննչեցիալներու դարելիցին, 40-ին, ինչ բարեգործություն զանազանցեվի։ Եվ այդ բարեգործությունները պետք է կդարվի աղքատներու։ Օրինակ դարբեր եկեղեցիներ, օրինակ հույն եկեղեցին խաշած ծորեն գտնեն, որովհետև Հիսուս կսե որ Հովանու ավետարանի 12-րդ գլխի մեջ, որ ինչպես որ ծորենի հադիգը հողի մեջ չինա չմեռնի, ինքը առանցին հադիգ կմնա, նույնպես ալ մարդը պետք է մեռնի, որբեսի արդյունք տա, անորամար ծորեն ուրեմն գխաշեն, ծորենին հետ բդուղ գխառնեն, բդուղը գխորտանշե Քրիստոս ինքը անտրանիգին եղավ բոլոր ննչեցիալներու մեջ, հետևաբար Քրիստոս գխորտանշե եւ շաքար գտնեն այդ ծորենին վրա, գխորտանշե հավիտենական կյանքի քաղցրությունը։ Այսօր մեր ժողովրդի մեջ ալ ոմանք նույն այս սովորության գեհդեվին, բայց սիրելիներ մեր մոտ նաև մադաղի հասկացողությունը զարգացած է, ասկի առաջ խոսած է մադաղի մասին, մադաղը սիրելիներ մեղքերու թողության համար չէ բացարձակ կերպով, Քրիստոս ինքն է մեր հավիտենական մադաղը, մեր հավիտենական զոհը, մենք 5 դագարանի մադաղը չէ որ կգադարենք զոհերը, որ հրյա ժողովուրդը կգադարեր իր մեղքերու թողության համար, այլ մադաղը մեր կողը սիրելիներ սուպրիկոլ սավորչեն հաստատված բարեգործության համար է, որպես հիշենք նաև աղքատները, որ չեն գրնար, չունին արիթը միս ուդելու, ահա մադաղ կգադարվի։ Կարելի է նաև գենթանական մադաղ չգադարվի, կարելի է նյութական հատկացում գադարել աղքատի, կարելի է անոր զավգին ուրեմն բարերար կանգնել, որբեսի ուսման հետևի։ Հետևաբար անպայմանորեն կարևոր չէ, որ գենթանի մերձվի կամ միս փաշխվի։ Կարելի է ո՞յ մեկ ցևով մադաղի անունին դակ, այսինքն բարեգործության անունին դակ, հիշադակին համար ննչեցիալին այդ բարեգործությունը կատարվի։ Նաև եկեղեցու մեջ յուղակին կդրվի։ Ինչու յուղակին, որովհետև անցյալին ցետ կվարեին գանտերներով, հետևաբար ննչեցիալներու հոգիներուն համար նաև որպես յուղակին կդրվի եկեղեցու, որպես եկեղեցին իր պետքերը օկա, ինչպես նաև աղքատներուն բարեգործություն կատարի։ Ահավասիկ ընդհանուր գերվով ցեզի խոսեցած սիրելիներ, թե ինչ է այգուցը 7-նորեկը 40-ը դարելիցը։ Ես այժմ գուզեմ ցեզի ընթերցել մեծերու 7-նորեկի 40-ի եւ դարելիցի համար եղած գարկի մեկ աղոթքը նույն ցևով ուրեմն քերեզման գերտան հոգեվորականի հետ միասին եւ սիրելիներ Երանի թե հայրենիքի մեջ մանավանդ բահվի, ոչ թե սկոս սրահները երթան, ոչ թե եկեղեցին բادرակին չմաստակցին եւ քերեզման երթան, այլ բادرակի մաստակցին, այնտեղ գրոնավորեն խնդրեն, որ հիշադակեն իրենց ննչեցիալին անունը եւ աբա երթան սիրելներ քերեզման, գրոնավորի հետ միասին քերեզման օրտե կդարվի, աբա կան հոգե հացի կամ հոգե ջաշի։ Եվ հոգե հացը, հոգե ջաշնալ Բեկչես սիրելիներ խմիչքներով լավոր թշպախտապար այսօր մեր ժողովրդի մեջը անիգաս սկսերը արմատ նետել, նույնիսկ գենաց առաջարկել, բայց ցերքի բաժակը մատմադի զարնել ոչ թե առանց աղմուկի այսին ուրգի եկած են այս սովորությունները, ինչ գենացի համար է խոսքը, ինչ գենացի համար է, այս ավելորդ բաներեն դուրս կանք սիրելիներ, եւ եթե մեկը գնե, մյուսը չսե որ Անիգարավ ինչու ես պետք է բագասը անեմ։ Երբ որ սկսին մարդիկ այլևս հրաժարիլ այդ խմիչքներեն եւ հոգեհաց տալ այո հարազատներու եւ նաեւ օդարներու անիգա մեծ օրհնություն է նաեւ բոլորին համար։ Ահավասիկ աղոթքը ուրեմն ընթերցվել է յետք Սաղմոսներ Բողոս Արաքյալեն
թուղթերեն նամակներեն հատվածը, ավետարաներեն հատվածը, ապա գտերցվի հետևյալ աղոթքը. Դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա, հավիտենական Աստված, անմահ Տակավոր, Թուն որ հողեն մարդը ստեղծեցիր եւ զայն թրիր տրախտին մեջ, որ երանական կյանքներ, որբեսի մշակե զայն եւ բահե եւ բադվեր դվիր քու հրամանիդ հնազանդ մնալ։ Բայց փանսարգու թշնամին սատանան իր խապիպայական խոսքերով զայն խապեց, խրադելով որ աստվածային հրամաններուտ չհնազանդի։ Իսկ մարդը չարին խոսքը մտի գնելով արդակսվեցավ լուսեղեն փարքեն եւ ամմահության փոխարեն մահ ժառանգեց քու արարչական հրամանովդ որովսիր հողեիր ու հողին պիտի դառնաս եւ արարածներ չգրցան խուսափիլ քու հրամանեդ արդ ով ողորմած եւ մարդասեր դեր մեր Աստվածը կլթակու այս ծարայիդ որ իր երկրավոր կյանք ավարտեց եւ գրգին հողին դարձավ քու հրամանիդ համացայն ընդունե իր հոգին եւ հրեշտակներուտ քունթին խառնե եւ արժանի է բոլոր ընտրյալներուտ եւ քեզ սիրողներուն հետ ծնծալու եւ բարելու եւ անոնց հետ միասին քոհությամբ փառավորելու քեզ հայր որդի եւ սուրբ հոգի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն բոլորին օրտնյալ ես ով դեր մեր Աստվածը բոլոր արարածներու հույսը որ քերոպեներուն գդիրես եւ եգրավորներ գործնապանեն ու գերգրբակեն քեզի Թուն որ քու այս ծարատ գամաղախինդ գանչեցիր հանդերցյալ կյանքիդ, որ խոստացար դալ բոլոր քեզի հավատացողներուն, կթա իրեն, որ քու ցերկովդ ստեղծեցիր, եւ իր հոգին քու լույս բնագարաններուտ մեջ հանգեցուր, քու մորդ Սուրբ Գույս Մարիամի բարեխոսությամբ։ Լսե մեր բաղադանքը, ով դեր, քեզ մե թողություն կխնդրենք, իր եւ մեր մեղքերուն համար, որովհետեւ թե արդարներուն եւ թե մեղավորներուն Աստվածն ես տուն, որ կփառավորես ընդրյալներդ եւ գահանգստացնես հոգնապեկները արդ այս ննչեցյալին հոգին քու լույսիդ եւ հանգիստիդ մեջ ընդունե զայն սուրբերուտ եւ արտարներուտ գարկին տասելով Աբրահամի քիր գահանգեցուր զայն լույս հակած մյուս ընդրյալներուտ հետ միասին իսկ մեզ արժանի է դեր որ լույսի թակավորության մեջ բնագող ընդրյալներուտ վիճակի մասնակից դառնանք որբեսի անոնց հետ միասին միշտ գոհությամբ փառավորենք քեզ հորը եւ սուրբ հոգին հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն ատկևերտ սիրելներ երկվին դարձյալ շարականներ ու Քրիստոս որդի Աստուծո աղոթքով գավարդի 7 օրեքը կամ 40-ը կամ դարելիցի ուրեմն այս առողջությունը Հավասիկ սիրելի եղբայրներ եւ քույրեր սիրելի ասկագիցներ ցեզի ներկայացուցի բացադրեցի թե ինչ է թաղմանական գարքի ուրեմն հաջորդականությունը հայաստանյաց առաքելական մեր սուրբ եկեղեցու մեջ։ Մի լսեք ձեր շրջապատին, ով ինչ կուզե թողոսե։ Մեր եկեղեցու հայրերը սուրբ հոգի են ներշնչված եւ Աստվածաշունչի վրա հիմնված հավասիկ սիրելներ հաստատեցին, որ մենք աղոթք բարձրացնենք բոլորին համար, եւ ողջերուն համար, եւ ննչեցյալներուն համար, որովհետեւ Աստված եւ Դեր Հիսուս Քրիստոս եւ Դերն է ողջերուն եւ մեռածներուն եւ մեռած երբ որ գսենք ոչ թե անոնք անեացած են ոչնչացած են այլ անոնց հոգիները գաբրին եւ հետեւաբար նաեւ գարիք ունին մեր աղոթներուն մեր բարդականությունն է աղոթել Աստվածաշունչը երբեք չարքիլեր որ աղոթ բարձրացնենք ննչեցյալներուն համար երբեք ընդհանրակ Աստվածաշունչը գուզե դիրոջ բադվերն է որ մենք աղոթենք իրարու համար բոլոր հավատացյալներուն համար եւ քանի որ մեզ մե բաժնվող եղբայրներն ու քույրերն ալ դիրոջ հավատալով երբ ննչեցին իրենքալ աղոթքի գարիք ունին հետեւաբար մշտապես աղոթենք մշտապես հիշենք մեր ննչեցյալները սիրելներ մեր միտքեն մեր կյանքին չերացնենք աղոթելով անոնց հոգիներու համար բրգության համար աղոթելով անոնց հոգվող խաղաղության համար հանգստության համար նաեւ մենք կհանգստանանք եւ մեր գաբը հիշողությունը չեն կորցնցներ անոնց հետ Վայ եկերե այն ննչեցյալին, որ իրեն համար հիշող մչունի։ Անորամար հիշենք բոլոր ննչեցյալները, թե հարազատները, թե բարեկամները, եւ թե նաեւ անձանոթները, եւ բոլորին համար խունկ ծխենք, աղոթ կնենք, մոմ վարենք եւ ասենք Աստված երկնային
հարգերու մեջ ընդունի անոնց հոգիները, հանգստացնե զանոնք եւ իր երկրորդ գալուստին արժանացնե փարած սպասագին ու հավիտենական կյանքին։ Խունգ եւ աղոտ անոնց անթարամ հիշադակին։ Աստված ցեզ արադավեստողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։